Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը ATV ուղիղ եթերում եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ ողջունում ենք ձեզ, իսկ տաղավարից սիրով ձեզ համար աշխատում են Սուրենը եւ Սոնան։ Բարի լույսի էլի Սուրեն, բարի լույսի էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, մենք բարձր տրամադրություն ունենք եւ պատրաստ ենք փոխանցել նաեւ ձեզ։ Այո, բարձր տրամադրություն այսօր կուղեկցի ժպիտներով, արևով ու լավ տրամադրությամբ եւ հետաքրքիր ինֆորմացիայով այս ամենին գումարած նաեւ այն հետաքրքիր զրույցները, որոնք մենք կծավալենք մեր հյուրերի հետ տաղավարում։ Բայց այսօր մի փոքր սոված ենք բնալ, ինչպես ասում են, որտեղ մեր Ադրինեն շատ կարևոր եւ հարգելի պատճառով այսօր չի լինելու եթերում, այնպես որ Ադրինը արդեն իսկ քո տեղը երևում է եւ հուսանք, որ արդեն վաղը կվերադառնա տաղավար։ Իսկ մենք եւս մեկ անգամ բարի լույս ասենք բոլորին եւ հիշեցնենք, որ այսօր մայիսի 21-ն է եւ տրամադրությունը Օրը չորեքշաբթի, տրամադրությունը բարձր։ Միանշանակ։ Եվ մայիսի 21-ին նշվում է տիեզերքի համաշխարհային օրը։ Տիեզերքը մեր շրջապատող անսահման եւ հավերժական նյութական աշխարհն է։ Ժամանակակից գիտության մեջ տիեզերքի ձևի եւ չափերի մասին պատկերացումները խիստ վիճելի են։ Այո, գիտության մեջ տարբերակվում են տեսանելի տիեզերք եւ տեսական տիեզերք հասկացողությունները, քանի որ լույսի արագությունը սահմանափակ է, մեզ հասանելի են տիեզերքի միայն մեկ հատվածից եկող լուսային ճառագայթները։ Ըստ որում տիեզերքը որքան ավելի հեռավոր հատվածներ ենք դիտարկում, այնքան ավելի հեռավոր անցյալից է պատկերը։ Ներկա տվյալներով տեսանելի տիեզերքի տրամագիծը կազմում է մոտավորապես 93 միլիարդ լուսային տարի։ Այսպիսի անսահման է մեր տիեզերքը։ Բոլորը միշտ երազում են փոքր ժամանակ, որ մի օր կթռնեն տիեզերք։ Դու երազել ես։ Ես չեմ երազել, բայց այսօր այն ավելի քան իրական կարող է լինել, այնպես որ երազանքները կատարվում են, պետք է զգույշ երազել, ինչպես միշտ ասում ենք։ Ես երազել եմ։ Մի օր կստացվի երևի։ Այո։ Ամեն ինչ պատրաստ ես ելի Սուրեն, որպեսզի դա իրագործես։ Դե թե Կեթի Փերին թռավ, ուրեմն ես էլ կթռնեմ, ինչպես ասում։ Իդեպ իր թռչելուց հետո շատ եղան երազանքների ավելացումները։ Եթե մի օր մարդիկ երազել են, չէ, այլ մարդիկ մի օր երազել եւ մոռացել են, Կեթի Փերի թռչելուց հետո բոլորը հիշեցին իրենց երազանքը եւ նորից սահմանեցին որպես նպատակ։ Եվ իհարկե հրաշալի նորություն ունենք ֆիլմաշխարհից եւ մեր հայ ռեժիսորներից մեկից, շուտով ռեժիսոր Ելենա Արշակյանը կսկսի Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ արտադրության իր նոր ֆիլմը, որը օրերս ներկայացրել է Կաննում։ Նկարահանումները լինելու են ամռան ամիսներին, պրեմիերան նախատեսվում է աշնանը։ Ֆիլմը ներկայացնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը։ Այո, ֆիլմի անվանումը Աստծո 10 պատվիրաներից մեկի անունով է՝ «Մի սպանիր»։ Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ աշխատանքը կարճամետրաժ խաղարկային ֆիլմում է։ Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է։ Մեր ընկերներին մաղթենք հաջողություններ եւ իհարկե համոզված ենք, որ այս գաղափարը արդեն շատ շուտով կյանքի կկոչվի եւ տեսանելի ու շոշափելի կլինի բոլորիս համար, այնպես որ հաջողություններ ենք մաղթում։ Եվ սպասենք հրաշալի ֆիլմի։ Իսկ Հնդկաստանի Թելանգանա նահանգում շարունակում է ընթանալ Միս Աշխարհ հեղինակավոր գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 19-ամյա Ադրինե Աճեմյանը։ Մրցույթը մեկնարկել է մայիսի 7-ից մինչև եզրափակիչ շոուն, որը կայանալու է մայիսի 31-ին, մասնակիցներն անցնում են մի շարք փուլերով, դրանցից մեկը տաղանդի փուլն է։ Ադրինե Աճեմյանը Միս Աշխարհի տաղանդի փուլի 4-րդ եզրափակչում է։ Դե, Ադրինեներ մաղթենք հաջողություն եւ իհարկե Միս Աշխարհի տիտղոսն ու թագը։ Այո, եւ իհարկե օրվա խորհուրդը չմոռանալով շնորհավորենք նաեւ բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր, մեր հեռուստադիտողների շարքում են, դիտում են մեզ, առավոտը սկսել են մեզ հետ միասին։ Մենք ձեզ մաղթում ենք շատ դրական անակնկալներով լի օր։ Եվ իհարկե ունենք եւս մի շատ հետաքրքիր ինֆորմացիա մեր հեռուստադիտողի համար, Սոնա, ասեմ, որ մեր ընկերները, էլի շատ տաղանդավոր մարդիկ, Գրիշա Գրիգորյանը եւ իհարկե Գոհար Կարապետյանը, որոնք վաղուց Միացյալ Նահանգներ են տեղափոխվել, իսկ նրանց բոլորը շատ լավ ճանաչում են եւ ներկայացումներից թատերական եւ սերիալներից եւ բնականաբար նաեւ շատ հայտնի գովազդից նույնպես, ասեմ, որ նրանք այսօր արդեն կարողանում են Միացյալ Նահանգներում, հատկապես Լոս Անջելեսում, Գլենդելում ներկայացնել մի շատ հետաքրքիր թատերական խմբակ, որը ներկայանում է նաեւ տիկնիկային ձևաչափով ներկայացումներով եւ այսօր այդ ներկայացումներն արդեն ավելի հասանելի են հանդիսատեսին հենց այնտեղ Լոս Անջելեսում բնակվող մեր շատ սիրելի հայրենակիցներին, այնպես որ ես կոչ եմ անում բոլորին, ովքեր այնտեղ են, անպայման մի զլացեք, ժամանակ գտեք եւ ձեր երեխաներին տարեք հենց այդ ներկայացումները դիտելու, որովհետեւ հենց այդ թատերական խմբում, հենց այդ փոքրիկ ու հրաշալի մշակութային միջավայրում մեր ընկերները շատ տաղանդավոր մարդիկ հավաքվել են եւ ստեղծում են այն ամենը, ինչը պահում է հայկականը, հայեցին եւ այս ամենը շատ գեղեցիկ ձևաչափով փոխանցում մեր փոքրիկներին։ Մենք ունենք փոքրիկ հնարավորություն դիտելու այն ամենը, ինչ այնտեղ կատարվում է։
Շատ գեղեցիկ էր, թե գույները, թե խոսքը, թե երաժշտությունը հրաշալի էր։ Տատիկը հիվանդացել է։ Փոքրիկ կտոր էր Հայաստանից, որ բոլորից ուրախաց էր։ Հիանալի էր, ինչպես միշտ մեր երեխեքը այդ տարով մինչև վերջ նայել են, ընտիրություն։ Շատ լավն էր, անկրկնելի։ Հիացած եմ, ներկայացումը հոյակապ էր, դերասանները մեր շատ սիրված մեր հայտնի դերասաններն էին, շնորհակալություն բոլորին։ Ձեր ներկայացումները հրաշք են ուղղակի, արդեն երրորդն էր, որ եկել ենք։ Իսկ դու որտեղից գիտես իմ անունը։ Դու ամենաշատ ում սիրեցիր։ Կարմիր տղակին։ Շատ լավն էր, բոլորը հաճույք ստացան, թե մեծերը, թե փոքրերը, կասեի մեծերն ավելի շատ։ Ինչ է տատիկի նման եմ, չէ։ Այսպես հավաքվել են Լոս Անջելեսում մեր տաղանդավոր ընկերները Գրիշան Հակոբյան, Գոհար Կարապետյան ու էլի շատ տաղանդավոր արտիստներ, Սոնա եւ միասին ստեղծել են թատերական հրաշալի մի վայր, որտեղ կարող ես գնալ եւ վայելել հատկապես այն փոքրիկ հրաշալի հեքիաթները, որոնք մեր մանկության հետ են ուղեկցում, այնպես որ խնդրեմ կարող եք ներկայացումների համար հավելյալ տեղեկությունները հենց կապ հաստատել մեր ընկերների հետ, Գրիշա եւ Գոհարի հետ եւ այնտեղ արդեն իմանալ ներկայացման օրերը, ժամերը եւ վայրը, այնպես որ հաջողություններ մեր սիրելիներ եւ ջերմ ողջուններ ձեզ։ Մենք հայերս շատ տաղանդավոր եւ շատ աշխատասեր ազգ ենք եւ առավոտյան այս տեղեկատվության տարափը հենց այդ մասին էր փաստում։ Շատ դրական ենք սկսել առավոտը եւ շատ հաճելի։ Հիմա տեղափոխվենք Երևանի երթևեկություն եւ հասկանանք այդ հաճելի տրամադրությունը դեռ կմնա մեզ հետ թե ոչ։ Միանշանակ կմնա, որովհետև կամաց փողոցները դատարկվում են խցանումներից, բայց խոսք այսօրվա մասին չի, որտեղ ինչպես տեսնում ես բավականին խցանված են, բայց սա երևի թե այս վերջին օրերն է դասերի, որոնք արդեն հուսանք Սուրեն։ Այո, վերջին զանգից հետո համոզված են բավականին թեթև կլինեն փողոցները։ Ցավոք սրտի արդեն մի վթար կա, սա իհարկե ավելի մոտ, Ռուբինյանց փողոցի ճնող հատվածում 2 վթար կա, այս հատ 3 վթար կա, ինչքան մոտեցնում ենք վթարները շատանում են, 3 վթար կա այս հատվածում եւ կարծում եմ, որ սա մի քիչ արդեն ահազանգային է մի խոսքով այստեղ վթարների հետ կապված արդեն ունենք խցանումներ ազատության պողոտայում են Կոմիտասի պողոտայում նույնպես երկկողմանի խցանումներ կան միշտ է այստեղ այո Արաբկիրի շրջանում բարեկամություն բարձրացող հատվածը Կիևյան կամուրջ Բաղրամյան հատվածը Օրբելի եղբայրներ հատվածը խցանված է փոքր կենտրոնում արդեն իսկ կան խցանումներ ուսանողական հատվածում Աթենքի փողոց Հակոբ Պարոնյան փողոց երկկողմանի խցանված է Եվ այստեղ նաև Իսակովի պողոտան նույնպես խցանված է։ Եվս մեկ վթար ունենք։ Սա իհարկե Արշակունյացում, այո, Խաչմերուկի վրա։ Այստեղ նույնպես կա վթար եւ այդ վթարը հենց Խաչմերուկի վրա եւ արդեն որոշակի անհարմարություն է ստեղծել փողոցներում։ Դե Գարեգին Նժդեում նույնպես այս բան խցանումներ կան Արշակունյաց փողոցը։ Եվս մեկ վթար սիրելի Սուրեն։ Եվս մեկ վթար կա Դավիթ Բեկայից հատվածում։ Դե վատ է որ առավոտյան սկսվել է այսքան շատ վթարներով, բայց հուսանք որ ամեն ինչ կկարգավորվի, փողոցները ավելի բաց կլինեն, իսկ մենք փորձենք հասկանալ թե առջևում մեզ ինչ է սպասում հիմա։ Հիմա կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Շարունակենք մեր ծրագիրը բարի լույս բոլորին եւ ինչպես արդեն նկատում ենք արևը շողում է պայծառ տրամադրությամբ կամաց արդեն ոչ թե կամաց շատ մեծ քայլերով եւ արագությամբ հասնում ենք արդեն բնականաբար ամռան շողերին եւ օրս պիտի սկսել լավ տրամադրությամբ ավարտել նույնպես սկսում ենք մեզ հետ լավ տրամադրությամբ մեր եթերից իսկ ավարտն արդեն այս հարցում ձեզ օգնում է Ջովանի գինու գործարանը ներկայացնելով Բրիս Ռոզե փրփրուն գինին որ միանշանակ հաճելի համադրություն է գեղեցիկ եւ ամառային երեկոների
Այո, եւ գինու հետ չենք մոռանում առանձնացնել պանիրների լայն տեսականին, որը առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Էլոլան առաջարկում է նաեւ անարատ կաթից պատրաստված կատնամթերք, իսկ առավոտները շատ օգտակար է կատնամթերք օգտագործելով սկսելը։ Այո, լավ տրամադրությունը պահեք, սիրեք այն ամեն ինչը շրջապատում է ձեզ, մեր քաղաքը, մեր երկիրը, մարդկանց, ովքեր ձեր կողքին են եւ հատկապես մարդկանց, ովքեր լեգենդ են բոլորիս համար։ Սոնա 3 ես ականատես եղա մի շատ վատ երևույթի, որի մասին չեմ ուզում մանրամասնեմ, բայց ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր այս պահին դիտում են մեզ, ընդհանրապես բոլորիս, մեզ նույնպես, որովհետև չեմ ուզում մեզ էլ առանձնացնեմ, քանի որ բոլորս հենց այն մարդիկ ենք, ովքեր պիտի կարողանանք սիրել ու գնահատել այն ամեն ինչը մեր կողքին է։ Եվ երեք այդ տհաճ երևույթը բավականին ջղայնացրեց ինձ, պարզապես կասեն մի բան, որ սիրեք նրանց արտիստներին, ովքեր կազմում են մեր քաղաքի գույնը, տեսակը, բույրը, ձևը, որովհետև նրանք լեգենդ են, կենթանի լեգենդ են եւ նրանք այսօր մեր կողքին են։ Եվ ասեն, որ պետք է նրանց սիրել հիմա, այս պահին, երբ որ մեր կողքին են, հետո արդեն պետք չի նրանց այդ ամբողջ սերը բնականաբար, որտեղ այդ սիրո ջերմության կարիքը նրանք ունեն հիմա, այդ ծափերի կարիքը ձեր, նրանք ունեն հիմա, երբ որ մեր կողքին են։ Եվ առավելևս, երբ որ այդ մարդիկ, այդ արտիստները լեգենդ են եւ մեր քաղաքի գույնն են։ Սա շատ կարեւոր է։ Սա փոքրիկ հաղորդագրություն երեկվա տհաճ երևույթի հետ կապված, իսկ այսօր փորձենք դիմավորել առավոտը պայծառ ու լավ տրամադրությամբ։ Այո, եւ գնանք ուր գնալ էջի հետքերով եւ տեսնենք, թե մեր շատ սիրելի գործընկերը Արթուրը այսօր մեր սիրելի հայրենիքում Հայաստանում ինչ գողտրիկ վայր է բացահայտել մեզ համար։ Հնևանքը կառուցվել է 7-ից 8-րդ դարերում։ Դեռ այն ժամանակ, երբ Հայաստանը ձգտում էր վերապրել հեթանոսությունից դեպի քրիստոնեություն անցման լռությունն ու ուժը։ Վանքը տեղակայված է Դեբետ գետի կիրճի ափին այնպես, կարծես քարերն իրենք են որոշել այստեղ աղոթել։ Վանքի գլխավոր եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը կառուցվել է 7-րդ դարում, իսկ համալիրի մյուս մասերը ավելացվել են հետագայում։ Այն բազալտե քարից է ու ներկայանում է որպես տիպիկ հայկական գմբեթավոր եկեղեցու ճարտարապետություն։ Հնևանքը խիստ հայտնի չէ, բայց հենց դրանով է, որ մնում է անաղարտ։ Ինչպես տեսնում եք, եկեղեցին ակտիվ չէ, բայց դա ձեզ չի խանգարի, որպեսզի գաք ու ձեր անկեղծ աղոթքը անեք։ Իսկ բնությունը վանքի ճարտարապետության շարունակությունն է։ Երբ կանգնում ես վանքից փոքր հեռու, ահա այս ֆանտաստիկ տեսարանն է բացվում, որը ոչ մի լուսանկար, ոչ մի տեսանյութ չի կարող ամբողջությամբ փոխանցել։ Հնևանքը պարզապես հին վանք չէ, այն սրբավայր է, որը ձեզ սպասում է ոչ թե տեսնելու, այլ զգալու համար։ Լոռու լեռների մեջ, այնտեղ, որտեղ անտառները դառնում են խիտ, իսկ ճանապարհները լուռ, կա մի վանք, որը երևի թե շատերս չենք տեսել, իսկ ով տեսել է, չի կարողացել մոռանալ։ Խոսքս Հնևանքի մասին է։ Գիշերվա վերջին րոպեներին, երբ երկինքը չգիտի մթություն է թե լույս, լոռու բլուրների մեջ կա մի ձոր, որտեղ արևը ուրիշ ձևով է ծագում։
Սա արևածագի ձորն է, թաքնված Գանձ Ստեփանավանից մի քանի կիլոմետր հեռու։ Ականջիդ հասնում է միայն թռչունների ձայնն ու գետի մեղմ հոսքը։ Ամեն ինչ լուռ է, բայց այդ լռության մեջ մի սիրուն երգ կա։ Ձորը հայտնի է իր բնական գեղեցիկ կոլորիտով, վայրի ծաղիկներով, բուսականությամբ, բայց ամենակարևորը բնության խաղաղությամբ, որը գրեթե չի խանգարվում մարդկային ներկայությունից։ Այստեղ շատերը գալիս են արշավի, լռության մեջ գրելու, ստեղծագործելու կամ ուղղակի արևը վայելելու համար։ Եթե ուզում եք մեկուսանալ, ձուլվել բնության հետ, ապա արևածագի ձորը ամենաիդեալական տարբերակն է։ Իսկ դուք մնացեք մեր եթերում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Շնորհակալություն Արթուրին եւ չմոռանանք Մեշացիելի Սերժի մասին, ով օպերատորն է այս հրաշալի տեսանյութերի, որոնք պատրաստվում են։ Շնորհակալություն տղաներին իսկապես Հայաստանը բացահայտելու եւ նորովի ու նոր գույներով ներկայացնելու համար։ Դե քանի որ խոսեցինք օպերատորների, շնորհակալություն մեր Տիգրանին, որ մեր ձեռքը դիմանում է եւ կարողանում է ապահովել նաեւ մեր անխափան կադրերը, ինչպես ասում են։ Այնպես որ բարի լույս եւս մեկ անգամ բոլորին եւ հիմա կունենանք կարճ դադար, հետո վերադառնալու ենք եւ խոսելու ենք բավականին հետաքրքիր թեմայից, անձնագրերից եւ իհարկե այն ամեն ինչ որ կապված է անձնագրերի եւ խնդիրների հետ եւ առավելությունների հետ եւ հեշտացման եւ դժվարացման հետ։ Այս ամենը այսօր մեր եթերում է լինելու, այնպես որ մնացեք մեզ հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ հիմա խոսելու ենք շատ կարեւոր եւ լուրջ թեմաների մասին։ Այո, Հայաստանի քաղաքացիություն, անձնագիր, բոլոր այս թեմաները շատ արդիական են այսօր եւ հենց այս թեմաների շուրջ շատ անհավասար ինֆորմացիայի աղբյուրներ կան, հիմա մենք փորձելու ենք այս ամենը համատեղել եւ փորձելու ենք տալ ճիշտ ինֆորմացիան։ Իսկ մեր հյուրն է Միգրացիա եւ քաղաքացիություն իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Մնացական Բիչախչյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Խոսենք։ Լավ, շնորհակալություն։ Ինչ լավ է, մի հատ հարց էլի, դուք որ միշտ դուրս եք գալիս տանից, ձեր անձնագիրը ձեր գրպանում է։ Նույնականացման քարտը հարմար է, կրում են։ Միշտ հետաքրքիր է եղել, հա, միշտ մարդիկ անձնագիրն իրենց հետ կրում են, թե։ Դե հիմնականում անձնագիր կրում են այն դեպքում մեծ պետություններում, երբ միգրացիոն հսկողությունը շատ խիստ է, բազմազգ պետություններում, Հայաստանում այդ խնդիրը չկա, բայց անձնագիր կրելը այսօր դարել է արդիական տարբեր գործարքներ, բանկային գրեթե ամեն օր առնչվում է այդ խնդրի հետ եւ պետք է լինում անձնագիր կրելու հետ, թե անձը հաստատելու հետ կապված որևէ խնդիր չկա։ Շատ լավ, վերջին շրջանում մենք նկատում ենք, որ անձնագրային գրասենյակների մոտ միշտ հերթեր են գոյանում։ Այդ հերթերը քաղաքացիություն ստանալն է, դադարեցնելն է, անձնագիր ստանալն է, անձնագրերի հերթն է, քաղաքացիները դուրս են գալիս դժգոհություններով կամ գոհունակություններով, տարբեր են կարծիքները։ Մի քիչ խոսենք այս մասին, հա, այսինքն այսօր ինչ կոնկրետ կետեր կան, օրենքներ կան քաղաքացիություն ստանալու, դադարեցնելու, անձնագիր ստանալու, եւ ինչ խնդիրների հետ են հատկապես առնչվում մեր քաղաքացիները։ Եթե ազնագրային ծառայությունների մոտ հերթեր եք տեսնում, դա հիմնականում ազնագիր ստանալ, հաշվառել, նույնականացման քարտ ստանալ, հանրային ծառայությունների համարանիշ քաղաքացիություն ստանալ, դադարեցնելը բացառապես այս պահի դրությամբ իրականացում է Հայաստանի Հանրապետությունում գլխամասում կենտրոնական միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունում, իսկ դրսում հյուպատոսական ծառայություններում, այսինքն քաղաքացիություն ստանալու դադարեցնելու գործողությունները ազնագրային ծառայությունը այս պահին չի զբաղեցնում, հետագայում չգիտեմ ունեն երևի օրենսդրական բարեփոխումներ, որի արդյունքում նաեւ կարող է խնդիրները որոնք են, որոնց միշտ բախվում ենք։ Խնդիրները հիմնականում պակաս իրազեկվածությունն է։ Տեսեք ինչ խնդիր է ծագում պակաս իրազեկվածության պատճառով։ Կան մասնագետներ, շակերտավոր մասնագետներ, որոնք սխալ ուղղություն են ցույց տալիս քաղաքացիներին, կան քաղաքացիներ, որոնք ազնագրային ծառայություններ կամ միգրացիայի քաղաքացիական ծառայություն գնում են հարևան բարեկամից լսելով, կան կարդում են իրավական ակտը, պահանջների իրավանորմը լավ չեն ընկալում եւ տեղի ունենում կոնկրետ ծառայության աշխատակցի հետ բախում։
Ես այսպես էի լսել, ես այսպես էի լսել, այսինքն իրազեկվածության մակարդակի բարձրացումը ես միշտ համարել եմ իմ աշխատած տարիներին էլ, հիմա էլ որպես շարքային քաղաքացի, այսպես ասած, հարկ եմ համարում իմ Facebook-յան էջով ցանկացած եւ շնորհակալություն հրավերի համար, որովհետեւ իրազեկվածության մակարդակի բարձրացումը համար առաջի խնդրի լուծումն է, որովհետեւ ինքը այլ պետությունից տրամադրված, պլանավորված, գալիս է Հայաստանի Հանրապետություն, որովից է գործողություն կատարելու, մեկ էլ պարզում է, որ ոչ, այս փաստաթուղթը պետք չէր, այն մյուսը պետք է բերեր, կամ ինքը հերթագրումը արել է քաղաքացիություն ստանալու համար, բայց ոչ հեչել քաղաքացիություն ստանալու համար չի, այլ գործողությունը ինքը որտեղ այն գլխից համարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պետք է ազնագիր ստանա, այսինքն իրազեկվածության մակարդակի բարձրացումը համար առաջի խնդրի լուծումն է։ Հիմա հասկանանք քաղաքացիություն վերցնելը եւ հրաժարվելը ինչ ընթացակարգ է ունենում։ Քաղաքացիություն վերցնելու, հրաժարվելու process-ը դա երևի թե ձեր այս մի փոքր ինձ տրամադրված ժամանակը, որը շատ քիչ տրամադրեցիք, ցավոք սրտի, շատ քիչ է անդրադառնալը։ Շատ կարճ, օրինակ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում լրացնում ենք թերթիկ պատճառներ ենք նշում, թե կարող ենք պատճառ նշելու խնդիր չկա, քաղաքացիություն ստանալն էլ եւ դադարեցնելն էլ անձի սահմանական իրավունքն է։ Քաղաքացիության դադարեցնելու համար երկու բառով ասեմ, անձը պետք է ունենա այլ պետության քաղաքացիություն, որ նրա քաղաքացիությունը դադարեցվի, այլապես կմնա ապա քաղաքացի։ Իսկ քաղաքացիություն ստանալու համար կան տարբեր հիմքեր։ Սահմանադրական նորմով ամրագրված կարգավորումների համաձայն ազգությամբ հայը քաղաքացիություն ստանում է պարզեցված կարգով, այսինքն պետք չի որ նա վերջին 3 տարին բնակվի Հայաստանի Հանրապետությունում ունենա կացության քարտ, հետո դիմի քաղաքացիություն ստանալու համար։ Բավարար է ազգությամբ հայ լինելու ապացույցը ծննդյան վկայականում կամ ծնողի ծննդյան վկայականում նշված լինի, որ ծնողը կամ տատը կամ պապը, նրանցից որևիցե մեկը ազգությամբ հայ են, այլևս չի պարտադրվում, որ նա 3 տարի ապրի Հայաստանի Հանրապետությունում, գործ հանձնելուց հանձնի հայոց լեզվի սահմանադրության քննություն, պարզեցված կարգով է իրականացում, դա սահմանական նորմ է։ Իսկ այն անձինք, ովքեր ազգությամբ հայ չեն, ցանկանում են ստանալ քաղաքացիություն, հերթով օրենքով կարգավորումները տալիս է։ 3 տարի պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով, ունենա 3 տարվա կացության քարտ, դիմելու ժամանակ հանձնի հայոց լեզվի իմացության թեստ եւ սահմանադրության իմացության թեստ եւ նրանից գործ ընդունեն։ Կա նաեւ բացառություններ, օրինակ, եթե երեխան կամ ծնողը Հայաստանի քաղաքացի են, այս 3 տարվա պայմանը նրանց վրա չի տարածվում, անմիջապես կարող է գործ հանձնել, եթե ազգությամբ հայ չի, այդ պարագայում հանձնում է սահմանադրության քննություն։ Կա, եթե ամուսնացած է Հայաստանի քաղաքացու հետ, եթե ամուսնացած է Հայաստանի քաղաքացու հետ, 2 տարի պետք է անցած լինի ամուսնությունից, Հայաստանի քաղաքացու հետ ամուսնությունից, եւ այդ քաղաքացիան դիմող ամուսինը պետք է 1 տարի բնակվի Հայաստանի Հանրապետությունում, հետո դիմի քաղաքացիության համար։ Այս պարագայում հայոց լեզվի իմացություն չի հանձնվում նրա կողմից, հանձնում է միայն սահմանադրության քննություն։ Մի խնդիր, որը երևի թե հետաքրքրում է շատ շատերին, ովքեր բնակվում են Հայաստանի սահմաններից դուրս եւ ժամանակին են տեղափոխվել, այսինքն շատ իրենց վաղ ժամանակից տեղափոխվել են։ Ունեն տղաներ, ովքեր իհարկե հենց այդ փոքր հասակից տեղափոխվել են արդեն ծնողներ ուրիշ երկիր, այսօր մեծ են, ունեն երկհաղաքացիություն եւ Հայաստանի եւ տվյալ երկրի, եւ հիմա խնդիր կա իրենց մոտ, մտածում են վերադառնան Հայաստան եւ հանկարծ երեխան, հա, դա արդեն որպես, չգիտեմ, զինապարտ պիտի ենթարկվի օրենքի խստության պատժին։ Ինչ է սա? Սա իրական է թե ոչ, երևի այս ինֆորմացիան ինչքանով է ճիշտ գնում դեպի քաղաքացի։ Սուրեն ջան, իրականում շատ լավ հարց բարձրացրեցիք։ Այսօր այդ հարցը շատ ակտուալ է։ Ինչքան էլ իրազեկումներ տարածես, ցանկացած լրատվամիջոց, ցանկացած այսինքն ինֆորմացիայի աղբյուրի տարածման միջոց ունի իր հետևորդները եւ ինչքան էլ երևի 10 տեղով էլ տարածենք, ելի քաղաքացիների համար շատ քիչ է, տեղին հարց է։ Առավել եւս սահմանադրությամբ մենք նորմ ունենք համապատասխան, պետության պարտականությունը կայանում է ոչ միայն Հայաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության, այլ նաեւ 3 շերտով գնում է Սփյուռքի առումով։ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների շահերի պաշտպանություն, նրանց հետ համապարփակ կապերի ամրապնդում եւ Հայաստան վերադարձի ապահովում։ Այսինքն դա սահմանադրական նորմ է պետության կողմից
գոնե նաև իրազեկումների տարածման առումով, որ մեր Սփյուռքում բնակվող հայրենակիցները իմանան արդյոք կարող են գալ Հայաստանի Հանրապետություն թե ոչ։ Ես հենց իրազեկումը տարածում եմ, դրանց հետո ստանում եմ բազմաթիվ զանգեր իրականում, մարդիկ սխալ պատկերացում ունեն։ Տեսեք, անձը օրենքի ուժով համարվում է Հայաստանի քաղաքացի։ Դա կարող լինի երկու իրավիճակ։ Հայաստանի քաղաքացի օրենքի ուժով երբեք չի ստացել հայկական ազնագիր, եւ երկրորդ իրավիճակ Հայաստանի քաղաքացի է, ստացել է անձնագիր փոքր ժամանակ, 5 տարեկան, 10 տարեկան, 11 տարեկան ծնողների հետ տեղափոխվել է այլ երկիր, մշտական բնակություն, համարվում է Հայաստանի քաղաքացի։ Չունի հաշվառում զինկոմիսարիատում, որովհետև փոքր է եղել։ Այո, չունի հաշվառում զինկոմիսարիատում, 15-16 տարեկանում Հայաստանում դպրոց չի գնացել, նրա տվյալները չեն գնացել զինկոմիսարիատ, նա չի գնացել զին հաշվառման, չեն տվել նրան ծանուցում զինծառայության գնալու, եւ երկրորդ իրավիճակ 16 տարեկանից հետո չի ստացել հայկական ազնագիր, Հայաստանի քաղաքացու ազնագիր, նրա տվյալները չեն գնացել զինկոմիսարիատ, առանց զին հաշվառման նրան հայկական ազնագիր չեն տա ուղղակի։ Եվ 18 տարեկանից հետո նա չի ստացել ծանուցում։ Այս կատեգորիայի անձինք, ովքեր չունեն հետախուզում, չեն հետապնդվում պետության կողմից հարուցված չի քրեական հետապնդում, հանգիստ իրենց այլ պետության ազնագրով Ինչու՞ չէ նաև եթե ունեն հայկական վավերական ազնագիր, 15 տարեկան է, ունի վավերական ազնագիր, կարող հանգիստ գալ Հայաստան եւ գնալ։ Որևիցե իրավասում արմինի սահմանապատ ծառայություն ես ամեն դեպս չեմ լսել նման արձագանք այս ընթացքում էլ, նույնիսկ իմ հայտարարություններ տարածելուց հետո բազմաթիվ քաղաքացիներ եկել եւ գնացել են, զանգ գոհունակություն են հայտնել, սահմանապատ ծառայությունը չի կարող պարտադրել նրանց ներկայացնել հայկական ազնագիր 1 եւ սահմանապատ ծառայությունում նա որևիցե խնդիր չի կարող ունենալ, եթե իհարկե Հայաստանի Հանրապետության կողմից չի հետապնդվում այլ արարքների համար։ Այսինքն եթե վստահ են, որ այստեղ դպրոց չգնալով չունեն զին հաշվառում, նրանց տվյալները չկա հետախուզվողների բազայում, հարուցված չի քրեական հետապնդում, իսկ առանց զին հաշվառման ուղղակիորեն հնարավոր չի քրեական հետապնդում իրականացնել այն անձին, որը դեռ պարզ չի պիտանի է ծառայության թե ոչ, իսկ նախ պետք է լինի պիտանի ծառայության, չգնա, հետո նոր հարուցվի քրեական հետապնդում։ Զին հաշվառման չկանգնելու համար չկա պետական լծակներ օրենսդրությամբ չկա նորմ, որ հայտարարվի քրեական հետապնդում կամ հարուսվի քրեական գործ, որովհետև այդպես եղավ երևի 100,000 չի, երևի 1 միլիոն դրսում բնակվող անձանց քրեական գործ հարուսվի։ Հետևաբար շատ կարճ ամփոփենք, եթե Հայաստանի քաղաքացի եք, անկախ տարիքից, զինապարտության տարիքի եք, արական սեռին է վերաբերում հիմնականում մտավախությունը նրանցն է։ Հայաստանի Հանրապետությունում զինապարտության հետ կապված չունեք խնդիր, չկա պարտականություն, որը չկատարելով հարուցվել է քրեական հետապնդում եւ հետախուզում, ունեք այլ պետության ազնագիր, այս պայի դրությամբ գործող իրավակարգավորումների համաձայն հանգիստ կարող եք գալ Հայաստան եւ հանգիստ վերադառնալ Հայաստանից առավել եւս դիմացը ամառային հանգստի սեզոնով հայրենակիցները գալիս։ Շատ են մեր հայրենակիցները։ Այդ խնդրի հետ արդյոք կարող են երեխային բերել, որովհետեւ արդյոք կարող են գալիս են հարսանիք, գալիս են այլ միջոցառումների, երեխաներին չեն թողում, երեխաներն էլ ինչի համար մենք նպաստենք, որ դրսում բնակվող մեր հայրենակիցների եւ Հայաստանի հետ կապը կտրվի։ Հակառակը պետք է իրազեկենք, որ չեք ունենա խնդիր։ Չկա նման իրավակարգում, երբ կլինի նմանատիպ իրավակարգում, չեմ կարծում, եթե ընդունվի Հայաստան մուտքի ելքի մասին օրենքի նախագիծ եւ նման կարգավորում մեջը սահմանված լինի, որովհետեւ ես տեսականորեն ուղղակի չեմ պատկերացնում, որ ասենք թե լավ հայկական ազնագիր ունեցողը եկավ վերադառնալուց բազայով տեսան հայկական ազնագիր ունի, եթե օրենք լինի իհարկե։ Ասեն գնա հայկական ազնագիրից ստացի նոր անցի, բայց եթե չունի հայկական ազնագիր եւ Հայաստանի քաղաքացի օրենքի ուժով, դուք պատկերացնում եք այդ հերթի մեջ անձը ուզում է անցնի ռեգիստրացիան, որպեսզի օտանավով գնա եւ իրանից պահանջում են ծննդյան վկայական։ Եթե ծննդյան վկայական պահանջեցին, պահանջում են ծնողների ամուսնության վկայական, որտեղ միգրացիա եւ քաղաքացիական ծառայությունը երբ անձի քաղաքացիական վերաբերել
տեղեկատվություն է բարձում, շատ գործեր կան, օրեր է տևում, նույնիսկ ամիսներ։ Բարձելու ծնողների ամուսնությունը, առաջին ամուսնությունն է, թե երկրորդ ամուսնությունն է, ծնողը երբ է ստացել քաղաքացիությունը օրենքի ուժով սովետական ազնագիրը փոխելով թե չէ, այսինքն գրեթե ես վստահ եմ, որ չի կարող նման կարգավորում նույնիսկ հետագայում ընդունվել, որ անձին պարտադրենք, որ դուք Հայաստանի քաղաքացի եք, պարտադիր գնացեք հայկական, բայց ինչից իմացաք ես Հայաստանի քաղաքացի եմ։ Բացի այլ պետության ազնագիրից չենք կարող անձանց պարտադրենք, ասենք գնացեք միգրացիոն ծառայություն, ձեր թռիչք հետ միաժամանակ մի հատ էլ քաղաքացիական տեղեկանք ունեցեք։ Դրա համար հանգիստ եղեք։ Ես վստահաբար ասում եմ, այն անձինք, ովքեր ունեն Հայաստանի քաղաքացիություն եւ չունեն խնդիր պետության հետ, հետախուզման հետ, զինծառայության հետ կապված, ունեն այլ պետության ազնագիր, հանգիստ կարող եք գալ Հայաստան եւ հանգիստ վերադառնալ։ Եթե ունեցաք իմ ասածից բացի ունեցաք բացառություն խնդիր, զանգարեք եւ ամոթանք տվեք ինձ։ Մի հարց էլ շատ կարճ փորձենք պատասխանել, եթե կորցրել ես անձնագիրդ, հա, այս process-ը վերականգնելու եւ նորը ստանալու շատ արագ է արվում այսօր մեր երկրում։ Կորած ազնագրի համար հերթագրումը կատարում են։ Ինչքան է տևում անձնագիրը։ 10 աշխատանքային օրվա ընթացքում վերականգնում է, այնտեղ կան նաև արագ ծառայություններ։ Այսինքն մաքսիմում 10 աշխատանքային օր։ 10 աշխատանքային օր եւ եթե շատ կարճ 1 րոպե էլ տրամադրեք մեկ իրազեկում էլ, որովհետեւ նորից խնդիր է առաջացել, քաղաքացին վավեր նույնականացման քարտով պետական սահման Վրաստան անցնելուց գնացել է հանգստանալու, չի ունեցել անձնագիր ժամկետի մեջ։ Վրաստանի հետ համաձայնագրում հստակ ամրագրված է, որ նույնականացման քարտի հետ միաժամանակ անձը պետք է ունենա վավեր անձնագիր։ Այսինքն գաղափարը հետեւյալում է. եթե ունես անձնագիր այդ պահին ճամփորդում ես, չես գտնում անձնագիրդ կամ դեսպանատում ես տնել վիզայի համար, նույնականացման քարտով հանգիստ կարող ես ճամփորդել։ Բայց պիտի անձնագիրը վավեր լինի։ Պիտի ժամկետի մեջ վավեր լինի, կարծում եմ մոտ ապագայում երկու պետությունների միջև կթարմացվի այդ համաձայնագիրը, որովհետև դա սահմանվել է զինապարտ քաղաքացիների համար, դա այս պահին արձիական չի այլևս, որովհետև նույնականացման քարտով Վրաստան գնաց, այնուհետև ուրիշ տեղ չի կարող գնալ։ Նույն զինապարտ քաղաքացին կամ հետախուզում ունեցավ չի կարող երկրից փախնի, այսպես ասած։ Հետևաբար ճշտեք օրենսդրական փոփոխությունները, նոր գնացեք։ Եթե ձեր ազնագիրը, քանի որ այսը հունիսից սկսած Վրաստան գնացող հանգստացողները շատ է լինելու, անպայման կամ վավեր ազնագիր տարեք ձեր հետ, եթե նույնականացման քարտ եք տալիս, ազնագիրը լինի ժամկետի մեջ վավեր։ Շատ լավ։ Մենք այս թեման այնպեսի թեմա է, որ կարծում եմ մենք եւս մեկ անգամ ձեզ կհյուրընկալենք մեր տաղավար, որովհետեւ կապված օրենքի հետ, օրենսդրության հետ, հատկապես քաղաքացիության ֆակտորի ինֆորմացիա հետ շատ կարեւոր է եւ շատ արդիական եւ անընդհատ թարմացում։ Այնպես որ շնորհակալություն, որ ընդունեցիք մեր հրավերը, մենք անպայման նորից ձեզ կհյուրընկալենք եւ ուզում ենք ձեզ նվիրել Արև Բացիկ, որը նախատեսված է սիրելի մարդկանց անձնագրի փոխարեն նվիրել բացիկներ եւ էմոցիաներ։ Սա իհարկե Դուրյանի խոսքերով են՝ դու ծաղիկ ես բույրով ես հարուստ, դու արև ես լույսով ես հարուստ, իմ սրտի մեջ ուրն է առաջին սիրո, իմ երազը երազանքը քո։ Սա պահեք եւ նվիրեք ձեզ համար շատ կարեւոր մարդկանց եւ շնորհակալություն, որ այս առավոտ կիսվեցիք այս կարեւոր ինֆորմացիայով մեզ հետ։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք մարզաշխարհ։ Հունգարիայի Էստերգոմ քաղաքում Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի պատվիրակությունը հիանալի մասնակցություն է ունեցել։ Հայ մարզիկները գրանցել են հրաշալի արդյունքներ՝ 5 չեմպիոն, 2 փոխ-չեմպիոն եւ 5 բրոնզե մեդալակիր։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս Վարդան Ադամյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի առաջնության լավագույն մարզիկ։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Հայաստանի Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը, Եվրոպայի 2025 առաջնության չեմպիոն եւ լավագույն մարզիկ Վարդան Ադամյանը, Եվրոպայի 2025 թվականի առաջնության չեմպիոն Տիգրան Ալավերդյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ 5 չեմպիոն, 2 փոխ-չեմպիոն, 5 բրոնզե մեդալ։ Այդ հունգարացիներին ինչ-որ բան թողել եք։ Մնացել են մի քանի բան իրենց։ Շնորհավորում ենք սրտած։ Բայց մեզ համար նորություն չէ այս ամենը, որովհետև դուք մշտապես վերադառնում եք այսպես մեծ նվաճումներով։ Հիմա կխնդրեմ պատմեք, երբ է տեղի ունեցել մրցաշարը եւ ինչ տպավորություններ կան։ Ես պատմում, հետո տղաները կպատմեն, ուրեմն մինչև մրցաշարը տեղեկացնեմ, որ մենք հունվարից արդեն սկսել ենք պատրաստվել այս առաջնությանը, մենք առհասարակ Եվրոպայի կամ աշխարհի առաջնությանը, ինչպես շատ ֆեդերացիաներ, չենք պատրաստում մի ամիս շուտ,
այլ պարապում ենք, սկսում ենք 6 ամիս։ Մենք տարվա ծրագիր ենք ունենում, փուլ անցնում ենք դրան։ Մենք մարզումներ իրականացրել ենք սպորտի կառավարման կենտրոնում, Միկա մարզադահլիճում, ինչի համար շնորհակալություն ես տնօրինությանը։ Դրանից հետո փետրվարին ունեցանք նախընտրական մրցաշար, որտեղ արդեն հավաքականը կազմվեց, այնուհետև արդեն պարզ է, որ պետք է գնանք Եվրոպայի առաջնության, այդ անունները պարզ էր արդեն։ Թեպետ բոլորին գոհացնում են այս արդյունքները, բայց ինձ համար դա այդքան է գոհացուցիչ չէր, թող անպագորգոր չհնչի, բայց մենք պատրաստ էինք ավելին։ Այսինքն 5 չեմպիոն, մենք իմ կանխատեսմամբ մենք պետք է 7 չեմպիոն ունենանք, որովհետև մեր ամենատիտղոսակիր մարզիկները ձախողեցին։ Այսինքն մենք ունենք հավաքականում աշխարհի չեմպիոններ, ԿՎ-յու վարկածով, դա ի դեպ նշեմ ամենաբարձր վարկածն է, ձախողեցին ինձ առաջին մենամարտից, բայց ոչինչ, դա էլ էր պետք։ Մենք մարզչական շտաբով վերլուծություն կանենք, կհասկանանք, բայց ինձ թվում է մարզիկի կյանքում նման դեպքեր են պետք։ Թեպետ ես տխուր եմ մի փոքր այդ ժամանակ վրդոված, բայց այս ամենին գիտակցաբար եմ մոտենում, որովհետև առանց դրա էլ չի կարող լինի մեծ հաղթանակներ։ Արդեն գանք Հունգարիա Էստերգոմ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի ՎԿԲ վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 600 ավել մարզիկներ։ Նաև ինչի համար է ձախողումը, իմ կարծիքով լարվածությունը մեծ էր տղաների։ Թեպետ հավաքականը տիտղոսակիր մարզիկներ կային, բայց մենք եկանք այն կետին, որ տղաները ավելի հաճախ պետք է մրցումներ մասնակցեն։ Մեր հայ մարզիկների մոտ կա այդ բանը, թեպետ բոլորի մոտ կար, մենք ճիշտ է 6 ամիս առաջ մեզ Եվրոպայի առաջնությունը մեզ մոտ է, ինչպես եւ տեղյակ եք, բայց իմ կարծիքով պետք է 2 ամիսը մեկ գոնե լուրջ մրցաշար մասնակցեն, որ տղաները կարողանան ավելի լուրջ առաջնության մասնակցեն։ Նայեք, հիմա օրինակ մենք հուլիսի 6-ից 13-ը մեկնելու ենք Բուլղարիա Վառնա քաղաք, ամենամյա աշխարհի գավաթի խաղարկությանը, այս առաջնությունը եթե չլինի, մենք այնտեղ լավ մասնակցություն չենք կարող ունենալ, նաև այս առաջնությունը նպաստելու է այդ առաջնությանը։ Ցանկացած Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունից առաջ պետք է մենք գոնե 2 ամիս առաջ միջազգային առաջնություն մասնակցենք, որպես այդ լարվածությունը թոթափենք, այլ բանը մարզադահլիճում մարզիկը ինչ կանի։ Կարող ինքը լինի կատարյալ մարզավիճակում ցույց տա իր բոլոր լավագույն որակները, բայց բարձրանա տատամի եւ չանի ոչ մի բան։ Այսինքն իմ կարծիքով մեր տղաները արել են մեր հավաքականը, ոչ մի որտեղ հավաքականում կան այլ աղջիկներ, մեր հավաքականը մասնակցել է իր 30-ից մաքսիմում լավ 40%։ Ես իհարկե դժգոհ եմ, բայց արդյունքը գոհացուցիչ չէ։ Այո, դա էլ է կարևոր։ Գիտեք ինչի, որովհետև ես գիտեի մեր հավաքականի պոտենցիալը, գիտեի իրանց ուժը, սպասելիքներս գիտեի, բայց նորից կրկնեմ, սա սպորտ է, ամեն ինչ հնարավոր է լինում է։ Ամեն դեպքում թիմային հաշվարկով էլ 4-րդն ենք, 17 մարզիկով, 12 մրցանակ եւ 1 լավագույն մարզիկ։ Քանի երկեր էր մասնակցում։ Այն օր էտեի արդեն ասում եմ, մոռաց 20-ից ավել երկեր էր մասնակցում։ 23 կամ 25։ Մեզ մոտ գավաթներ եք բերել, եկեք հերթով անդրադառնանք, որը ումն է։ Այս երկու մեծ գավաթները իմն են, սա իմ առաջին հորիզոնականի գավաթն է, կողքինը լավագույն մարզիկի գավաթն է։ Տիգրան Սաքոնն է երրորդը։ Ահա։ Երբ որ հայտարարվեց լավագույն մարզիկ տիտղոսը, Վարդան, ես կարծում եմ, որ դա երևի թե ամենաբարձր գնահատականն է։ Հետաքրքիր մի հատ դեպք պատմեմ, ուրեմն արդեն մրցաշարը ավարտվում է, վերջում են հայտարարում, դա ասում են մենք հոգնած ենք գնանք, Վարդանը բասեն սա էլի մի քիչ սպասենք, նոր ասում ինչի, բայց Վարդան, արդեն մրցանակը ստացել եք, ասեց ընդ մի հատ լավ գավաթ եմ տեսել, ոնց որ այդ ներքին ձայնս հուշում է, որ դա իմն է, այդ հետաքրքիր բանը, այդ կշարունակենք ինքը տպատվիր է։ Բոլորս արդեն հավաքվում ենք, նկարահանվում ենք, որպեսզի դուրս գանք, արդեն զգում էի, որ կանչել են, որովհետև մենամարտները հիմնականում նոկաուտներով վերջացավ, լավագույնն է, այսպես ասած, սպասում էի, որ պետքա կանչեին, նկարահանվում ենք, ուզում ենք արդեն դուրս գալ, խնդրում էի սենսեին, որպեսզի սպասենք ամեն դեպքում, եւ իմ ասելուց մոտ 2 րոպե հետո անունս հնչեց եւ ստացա լավագույն մարզիկ։ Մենք եթերից առաջ ճշտեցինք, որ դուք 12 տարեկան եք ընդամենը, բայց արդեն չեմպիոն։ Ձեր տպավորությունները, երբ ձեր անուններ հնչում, ինչ եք զգում։ Եվ եզրափակում եք կոտորել։ Նոկաուտի ենթարկել։ Եզրափակում մենամարտել էի թուրք մարզիկի հետ։ Օհո։ Մենամարտը ավարտվեց ժամանակի շուտ։ Որովհետև թուրք մարզիկը չդիմացավ ձեր ուժին։ Նոկաուտներին։
Մալադեց։ Շատ լավ, այս մրցանակները շատ կարևոր են, առջևում ունենալու ենք ելի նորից մրցանակներ, հաղթանակներ, ինչ ինտենսիվությամբ են արվում պարապմունքները։ Մրցաշարից հետո, Եվրոպայից հետո մենք հանգիստ ենք ուղարկել հավաքականի մարզիկներին։ Արդեն այս կիրակից սկսում ենք հավաքականի մարզումները, բավականին մեծ ինտենսիվությամբ է սկսվելու, որովհետև մենք առջևում ունենք շատ հզոր մրցաշարեր, մանավանդ Աշնանը։ Աշնանը ունենք աշխարհի առաջնություն, ունենք միջազգային առաջնություն, ունենք Կովկասի առաջնություն, այստեղ Երևանում կազմակերպելու ենք միջազգային առաջնություն։ Այնպես որ իրանք հանգստացել են, պատրաստվում ենք ավելի մեծ մրցաշարերի, մոտ 4 միջազգային առաջնություն դեռ ունենք մենք։ Մի հատ հարց։ Հաղթանակը տում էր նվիրված։ Ընտանիքիս։ Ընկերուհի ունես։ Չէ։ Չէ։ Լավ, ես քեզ հիմա ուզում եմ նվիրել մի քարտ, ուրեմն կտանես ու կտաս մայրիկին, հա, որովհետև հաղթանակից բացի նաև պիտի տաս նրան լավ տրամադրությունը։ Սա քեզ, Սայաթնովայի խոսքերով են չկա քիզի նման դունիս աննման, որովհետև յուրաքանչյուր զավակի համար մայրիկը աննման է ու անկրկնելի։ Ու մաղթենք քեզ հաջողություն եւ քանի որ դուք էլ էմոցիաներ եք բերել մեզ, որովհետեւ այս հաղթանակները շատ կարեւոր էմոցիաներ են, ձեզ էլ ուզում եմ նվիրել բացիկներ, որոնք հենց այդ էմոցիաներն են փոխանցում եւ համոզված եմ կան մարդիկ, ում այս բացիկները կհասնեն ծաղիկների կամ նվերների հետ միասին։ Խնդրեմ Արամեն Պետրի երգի խոսքերով կուզես աշխարհն առանց քարտես, դու միայն ասա ինչ որ կուզես, բացի մրցանակներից։ Շնորհակալություն շատ։ Եվ ձեզ էլ նույնպես իհարկե Արսեն Սաֆարյան, քո ճամփի արահետների ինձ ծանոթ նորից բերում են ինձ քեզ մոտ։ Շնորհակալություն։ Եվ իհարկե ձեզ մաղթում ենք հաջողություններ, առջևում ինտենսիվ պարապմունքներն են, առջևում իհարկե հնարավորությունները, ինչով ենք այս տարին շարունակում եւ եզրափակելու։ Տարին կեզրափակենք, այսպես ասած սեմեստրը կեզրափակենք, մենք հունիսի 7-ից 8-ը մեկնելու ենք Թբիլիսի մասնակցելու միջազգային, բայց ընկերական հանդիպման շուրջ 150 կազմ կունենա, մարզիկների կազմ կունենանք, բավականին մեծ կազմ, ինչի որ երեխեքները կարողանան փորձ այնտեղ ձեռք բերել եւ աշխարհի գավաթը, ինչպես որ նշեցի Բուլղարիայում, այնուհետեւ մի փոքր հանգիստ կունենանք, սկսենք արդեն Սևանի մարզահավաքով նշեցի միջազգային առաջնություններին, աշխարհի առաջնություն, այսպես շարունակ։ Իսկ հուլիսի մրցաշարին Տիգրանը եւ Վարդանը մասնակցում են։ Ցավոք ոչ ինքը, որովհետեւ այնտեղ 14 տարեկանից մինչեւ 21-նա ոչ ինքնա 14 տարեկան, Վարդանը արդեն մեծահասակների, հավաքականը բավականին մեծ է, բավականին արդեն տիտղոսակիր հավաքական ունենք օրինակ ինձ համար ինձ հետաքրքիր է, ես չէի բան արել, նայել մենք որ նստած ենք հյուրանոցում հաշվեցինք 17-ից մոտ 8-9 Եվրոպայի չեմպիոն կար հավաքականում, դա ինձ համար մեծ պատիվ էր, բայց ու այդ մրցաշարը ինձ համար առանձնացավ, մրցաշարի օրը իմ 20-ամյակն էր մարզչական կարիերայից։ Վաու, դե մենք ձեզ շնորհավորում ենք։ Ինձ համար ամենամեծ նվերը, իրան գիտեն, որ ինձ համար նվերը ամենալավ նվերը սա է լինելու եւ իրանք նվերեցին այդ։ Շատ լավ, մենք ձեզ ողջունում ենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք հաղթանակների հետ կապված։ Նորանոր հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ շատ հետաքրքիր թեմայի մասին ենք հիմա զրուցելու։ Սյունիքը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը սակայն ամբողջ ծավալով բացահայտված ու իրացված չէ։ Գաստրոքեմփ Կապան 2025-ի նպատակը հենց դա է՝ բացահայտել Սյունիքի ներուժը։ Մայիսի 28-ից 31-ը Կապանում տեղի կունենա Գաստրոքեմփ Կապան 2025 եզրափակիչ միջոցառման առաջին փուլը։ Եվ այս առիթով մեր տաղավարում են Անի Անտոնյանը, Գաստրոքեմփ Արմենիա նախագծի PR ղեկավարը, եւ իհարկե Վահան Գասպարյանը, գինու փորձագետ, սոմելիե Գաստրոքեմփ Արմենիա նախագծի փորձագետ։ Բարի լույս, բարի լույս։ Ո՞նց եք։ Հիանալի։ Շատ լավ, մենք բազմիցս խոսել ենք Գաստրոքեմփի մասին, դուք բազմիցս մեզ մոտ հյուր եք եղել։ Բայց մի բան հարցնեմ նոր ասալի, գինին առավոտյան խորհուրդ տրվում է։ Ինչու ոչ, sparkling փրփրուն գինները այո կարելի է։ Ահա, հրաշալի է։ Շատ լավ։ Հիմա եկանք հասանք ոնց որ թե այս ամենի եզրափակմանը, հանգուցալուծմանը։ Ինչ է նախատեսվում, ինչպես կգնահատեք ճանապարհը, ինչ ձեռքբերումներ եղան այս ընթացքում։
Շնորհակալություն եւս մեկ անգամ հերթական անգամ ես հյուրընկալելու համար, որովհետեւ մենք արդեն ձեզ ընկալում ենք որպես մեր հուսալի գործընկեր, մեդիա գործընկեր, քանի որ մեր համատեղ աշխատանքի ընթացքում մենք կարողացանք այս ողջ միջոցառումների շարքը շատ լավ լուսաբանել։ Ինչպես հիշում եք, 2024 թվականի սեպտեմբերից մեկնարկեցին մեր նախագծերը Գաստրոքեմ Կապանի շրջանակներում, Արի Կապան խորագրով ցուցահանդեսներն են, Արի Կապան ինքնաթիռով ցուցահանդեսը եւ բիզնես տուր տեղի ունեցավ դեպի Երևան։ Մենք միասին վերջերս ամփոփեցինք Storm աշխատաժողովը եւ արդեն Storm աշխատաժողովի արդյունքներում մենք ունենք այն գիտական կոնցեպտը, այն գիտական հիմքը, որով հասնում ենք կուլմինացիային, հասնում ենք մեր վերջին եզրափակիչ միջոցառումներին։ Առաջին փուլը մայիսին է տեղի ունենալու, մայիսի 29-ից 31-ը Կապանը վերածվելու է հորեկա ոլորտի վարպետաց դասերի եւ դասընթացների կենտրոն։ Մեզ միացել են հոյակապ փորձագետներ, հոյակապ մասնագետներ, որոնք Կապանում իրականացնելու են նմանը չունեցող աննախադեպ ձևաչափի դասընթացներ եւ վարպետաց դասեր։ Պատկերացրեք, Կապանում միանգամից 3 հարթակներում մեկնարկելու են դասընթացներ, Երևանից Կապան մենք տեղափոխում ենք պրոֆեսիոնալ խոհարարական սարքավորումներ եւ հավաքվելու է հենց մշակույթի կենտրոնի ներքին բակում հավաքվելու է խոհանոց, դրսում խոհարարները ներկայացնելու են վարպետաց դասեր, հետաքրքիր դասընթացներ տեղի մասնագետների համար եւ այն բոլոր մասնագետների համար Հայաստանի տարբեր անկյուններից, ովքեր կցանկանան գալ Կապան եւ այդ օրերը վայելել։ Միաժամանակ մասնագետները իրականացնելու են վարպետաց դասեր տարբեր թեմաներով՝ գինի, խոհանոց, լուսանկարչություն, ռեստորանային PR, մարքեթինգ եւ այս դասընթացների ամբողջականությունը, այսպես ասած, պատրաստում է Կապանը վերջին երկրորդ փուլին, վերջին միջոցառման երկրորդ փուլին, հունիսին, արդեն հունիսի 11-ից 15-ը տեղի կունենա շեֆ խոհարարների էքսպեդիցիա Կապանում։ Ժամանելու են Միշլենյան աստղեր ունեցող հանրաճանաչ լավագույն ռեստորանների ներկայացուցիչներ շուրջ 5 երկրից եւ նրանք Կապանի հարակից համայնքներում իրականացնելու են էքսպեդիցիա։ Տնից տուն մտնելով, գյուղից գյուղ գնալով, կարծես այն մոռացված եւ տատիկների այն արկղում պահպանված գանձերն են վերհանելու։ Այդ ավանդական բաղադրատոմսերը մշակելու են, ուսումնասիրելու են եւ հունիսի 15-ին մենք իրականացնելու ենք գեղեցիկ, շատ տոնական եւ պատվավոր ընթրիք Կապանի գեղատեսիլ վայրերից մեկում, բնության գրկում մատուցվելու է հենց այդ պատվավոր ընթրիքը կապանյան բաղադրատոմսերով եւ բոլոր նրանք, ովքեր կցանկանան մասը դառնալ այդ մեծ տոնի, հրավիրում ենք, հետևեք մեր էջերին, Գաստրոքեմփի էջերին, շուտով կտեղադրենք մանրամասներ եւ տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել։ Վաու, լավ, հետաքրքիր է լինելու։ Վանջան, նախ միջոցառման մասին ձեր տեսակետը, կարծիքը եւ ձեր արդեն գործառույթը այստեղ է ամեն ինչի մեջ։ Շատ լավ, երևի թե մի քանի ամիս առաջ եմ իմացել ինչա տեղի ունենալու, Գաստրոքեմփին իրականում ծանոթեի մի քանի տարի, ինչ ծանոթեի տարբեր մարզերում կատարել են որոշակի աշխատանքներ, Կապանի նախագծին տեղյակ եմ եղել մոտ 3 ամիս առաջ։ Ինչի համար համաձայնվեցի կամ ինչի համար ինձ դուր եկավ այդ ամեն ինչ, ասեմ, որովհետև ինչպես հայրենասեր ինձ համար շատ կարևոր է Հայաստանի հարավային դարպասների ամրությունը, եւ ես ենթադրեցի, որ այո, իմ փոքրիկ ներդրումը ես կարող եմ ունենալ եւ ինչու ոչ սա հիանալի նախագիծ է ունենալու իմ ներդրումը այնտեղ, որպեսզի գինու մշակույթը, մենք գիտենք, որ Հայաստանը պատմական գինու հայրենիք է, դրա տարածվելուն նպաստել եւ փորձել մարդկանց ինչ-ինչ ձև ուղղորդել, որպեսզի կարողանան ամեն օր փորձեն ու խմեն գինի։ Դա ինձ համար առաջնային երևի թե կարևորություններ, այդ իսկ պատճառով ես համաձայնվեցի այս նախագծին։ Ունենալ ենք մի քանի վարպետաց դասեր կապված գինու մշակույթի, հայկական գինու ռեգիոնների, ինչ տեղացին խաղողի սորտեր ունենք, դրանց տարածմանը, ինչպես կարելի է դրանցից պատրաստել գինի, վայելել գինի, օրվա որ ժամերին ինչ գինի պետք է խմել, որը եւս կարծում եմ շատ կարեւոր է, ունենալ են գինու դերը ռեստորանային բիզնեսում։ Դա կօգնի, կարծում եմ, բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր ուղղակի ունեն մի քանի ժամ կամ 1 ժամ ժամանակ, պետք է մտնեն ինչ-որ ռեստորան, համտեսեն ուտես, դրա հետ կարելի է համադրել 1 բաժակ գինի ու շարունակել ճանապարհը։ Այդպես մենք կփորձենք մեր ներդրումն ունենալ այս հիանալի պրոյեկտում։
Օգտվելով առիթից, եթե դեմ չեք, հիմա ձեր մասնագիտական գիտելիքներից մի փոքր կիսվեք նաև մեզ հետ, օրվա որ ժամերին, որ գինիներն են ավելի հարմար, ինձ օրինակ սա շատ հետաքրքրեց։ Իրականում կարելի է սկսել խմել առավոտվանից, ինչպես նշեցի, փրփրուն գիններից սկսել, օրվա երկրորդ կեսին կարելի է խմել ռոզե կամ սպիտակ, մատուցվում են շատ ծառը ջերմաստիճանում, 6-ից 8-ը, եւ երեկոյան իհարկե կարելի է խմել բոլորը, վերջում ավարտելով կարմիրով կամ դեսերտային գինիներով։ Դու եթե այդ գինիներն էլ վայելում ես Սյունիքի լեռներում, այն ավելի հրաշք, այո, վայրում դա հիանալի է, հա, ինչպես կգնահատեք ճանապարհը, որ այս ամբողջ ընթացքում անցավ գաստրոքեմպը։ Ինչպես գիտեք, մենք իրականացրեցինք շատ լայնածավալ PR արշավ։ Այն բոլոր նախագծերն ու միջոցառումները, որոնք իրականացրեցինք մինչ այս, միտված էին կապանի մասին խոսելու հնարավորություն ստեղծելուն։ Այսինքն մենք Արի կապան ցուցահանդեսների միջոցով կարողացանք թե մամուլի հետ հաղորդակցվել, թե մարդկանց նախապատրաստել այս մեծ միջոցառմանը։ Հարկ եմ համարում նշել, որ մենք փորձեցինք ներկայացնել կապանը որպես եւ բիզնես կենտրոն, եւ զբոսաշրջային կենտրոն։ Մենք ընդգծում ենք, որ կապան ունի բավականին լավ բիզնես հնարավորություններ եւ պատրաստ է նաեւ դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Եվ այն գիտական աշխատանքը, որը իրականացրինք այս ընթացքում, միտված էր ոչ նյութական ժառանգությունը վերհանելուն։ Մեր մասնագետները պատմաբաններից մինչև մարքետոլոգներ միավորվեցին կապանում, նրանք իրականացրին մեծ աշխատանք գիտաժողով եւ այսպես քվեստ հարցերի միջոցով, արդեն նախապես հարցերի միջոցով կարողացան վերհանել այն կարևոր ավանդույթները, այն կարևոր խոհարարական ավանդույթները, պատմական ավանդույթները, որոնք կհետաքրքրեն զբոսաշրջիկներին եւ այդ քարտեզը գծեցին, որով մենք անցնելու ենք այդ էքսպեդիցիան, որ լինելու է հունիսին եւ շեֆ խոհարարներ աշխարհի տարբեր անկյուններից գալու են, նրանք անցնելու են արդեն գիտական այս կոնցեպտի հիման վրա, գիտական քարտեզի հիման վրա։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր պատմական նյութական ժառանգությունը եւ իդեպ այսպես նշեմ, որ մենք ունենք անսպառ նյութական ժառանգություն եւ ի տարբերություն այն բնական ռեսուրսների, որոնք սպառվում են, պատմական ժառանգությունը, պատմական ոչ նյութական ժառանգությունն անսպառ է, այն պետք է պարզապես հարստացնել, վերհանել ու հարստացնել։ Եվ այդ ավանդույթները, այդ խաղիկները, այդ ավանդական ծիսակատարությունները եւ այլն մենք գրի առանք, հասկացանք, թե որն է ավելի ժամանակակից շեշտադրումներով կարելի է ներկայացնել հանրությանը եւ մենք կարծես ռեկոնստրուկցիա ենք անում այդ ողջ ժառանգությունը։ Այս ընթացքում այս դասընթացները միտված են նրան, որ կապանը պատրաստ լինի, ենթակառուցվածքները պատրաստ լինեն ընդունել զբոսաշրջիկների։ Ի տարբերություն այլ PR արշավների, երբ դու անում ես մեծ ծավալուն PR արշավ եւ այցելուն գալիս է մեծ սպասումներով եւ բախվում է իրականությանը, երբ կան ենթակառուցվածքային թերություններ, երբ սպասարկման ոլորտը պատրաստ չէ քեզ ընդունել, մենք այլ կերպ ենք շարժվում, մենք զուգահեռաբար նաև իրականացնում ենք այդ ենթակառուցվածքների նախապատրաստում։ Դրա համար ես օգտագործելով ձեր հարթակը եւս հորդորում եմ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր զբաղվում են հոռեկա ոլորտի զարգացմամբ կամ այն մարդիկ, ովքեր աշխատում են հոռեկա ոլորտում, հետաքրքրված են այս ոլորտում, բաց չթողնեն հնարավորությունը, գրանցվեն, գրանցումը բաց է, մեր էջերում կարող են գտնել եւ մասնակցեն այս դասընթացներին, որովհետեւ այս դասընթացները 1-2 աստիճան բարձրացնելու են որակը եւ հնարավորություն են տալիս, որպեսզի անձնակազմը եւս մասնակցի, տեսնի իր բացերը եւ հնարավորություն ունենա զարգանա։ Քանի որ մեր թիմի ներկայացուցիչների մոտ էլ հարց առաջացավ եւ վստահ եմ հիմա հեռուստադիտողների մոտ էլ հարց կառաջանա, ինչպես գալ մայրաքաղաքից Կապան եւ բացի այդ, քանի որ գաստրոքեմփը ունի նաեւ Արի Կապան խորագիրը, կա, գիտեմ, բավականին հեշտացված տարբերակ հիմա, կխնդրեմ ասեք, երբ, որտեղից, ինչպես կարող են մարդիկ մայրաքաղաքից հասնել Կապան։ Երկու տարբերակ կա մեքենայով եւ ինքնաթիռով։ Ուրախ եմ տեղեկացնել, որ մենք վերջին անգամ երբ եկանք, դեռ ինքնաթիռով չվերթների շաբաթական 3 անգամ էին։ Արդեն բոլոր աշխատանքային օրերին Կապան թռիչքներ կան եւ վերադարձ կա։ Այնպես որ ամեն օր բոլոր աշխատանքային օրերին ինքնաթիռով կարելի է գալ Կապան Զվարթնոց օդանավակայանից։ Շատ հարմարավետ է, կարճ է եւ ընդամենը 45 րոպեում վայելելով հոյակապ տեսարաններ կարելի է հասնել Կապան։ Եվ երկրորդը իհարկե մեքենայով։ Այս ընթացքում, այս գիտաժողովի ընթացքում մեր մասնագետները նույնիսկ դա են հաշվի առել։ Այսինքն մենք վերհանել ենք այդ ճանապարհը։
դեպի Կապան հասնող ճանապարհը ինչպես դարձնել հետաքրքիր, որոնք են կանգառները, այնպես անել, որ զբոսաշրջիկը կամ մարդը Հայաստանի քաղաքացին, ով իր ընտանիքով գալիս է Կապան, չձանձրանա։ Այո, ճանապարհին այդ կանգնելը կա, մի հատ այնպես բնությունով հիանանք, մի բան, մի հատ սուրճ խմենք եւ այլն։ Հստակ կետեր կան, որտեղ մենք քարտեզագրված քարտեզագրել ենք եւ մենք խորհուրդ ենք տալիս կանգ առնել, վայելել այդ տեսարանները։ Դե հիշեցնենք, որ ավարտը, այսինքն մեծ ընթրիքը լինել է հունիսի 15-ին, ճիշտ եմ չէ՞ ասում։ Հենց Կապանում բնության գրկում, երևի թե, եւ վայելելով այդ շքեղ սյունած լեռները եւ բնությունը միանշանակ պետք է ներկա գտնվել այդ ընթրիքին, հետաքրքիր է լինելու։ Քանի որ դուք ձեր ամբողջ նախաձեռնությամբ փորձեցիք էմոցիաներ տալ բոլորիս, մենք էլ միշտ մեր հյուրերին տալիս ենք պատասխան էմոցիաները, արև բացիկներն են իմ ձեռքում, որտեղ հայտնի երգերից ֆրազներ են, որոնք տալիս են միմյանց այդ կարևոր զգացողությունները։ Ձեզ ուզում եմ նվիրել բացիկներ, որոնք ներառում են երկու երգ, հա, մեկը Հայկոյի երգն է, ես քեզ սիրահարվել եմ ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս, մյուսը Սիրուշոյի երգից է, քեզ երկինքը հաստատ ինձ համար է հորինել։ Սա նվիրեք ձեզ համար շատ կարևոր ու սիրելի մարդկանց, որպեսզի հենց այս տրամադրությունը փոխանցեք։ Եվ համոզված եմ, որ այս տրամադրությունը նաև կա Կապանում այս ընթացքում եւ իհարկե նաև այդ կարևոր հետաքրքիր օրը նույնպես։ Կապանը բոլորին պատրաստ է ընդունել։ Հրաշալի։ Մենք մաղթում ենք, որպեսզի վերջնական եզրափակիչ փուլը եւս շատ մեծ հաջողություններով լինի, ինչպես ամբողջ ընթացքը եւ հաճելի բոլորի համար։ Աշխատենք ներկա գտնվել։ Այո, կսպասենք։ Սիրով։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Այո։ Այսպես քայլ առ քայլ մոտեցանք ծրագրի ավարտին, իհարկե այսօր խոհանոցը մեր դատարկ էր, մեր Ադրինեն այսօր իհարկե շատ հարգելի պատճառներով եթերում չէր, բայց հուսանք ամեն ինչ լավ կլինի եւ վաղը այո, նա կլինի մեզ հետ։ Վերջում եւս մեկ անգամ ուզում ենք նշել, որ կարևոր է օրվա սկիզբը եւ կարևոր է օրվա ավարտը։ Ավարտեք այն ընտանիքի հետ միասին, ընկերների հետ միասին, իհարկե թող այդ ընկերակցությունը նաեւ լինի Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող Breeze Rose փրփրուն գինի, որը համոզված եմ կտա հաճելի տրամադրությունը։ Այո, եւ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների մեծ ընտրանի, ինչպես նաեւ անարատկաթից պատրաստված կաթնամթերք առաջարկում է Էլոլա ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Էլոլայի հետ միասին։ Ընդամենը 2 օրից արդեն վերջին զանգի տոնակատարությունն է, շրջանավարտներին եւս մեկ անգամ կոչ ենք անում այդ օրը լինել շատ զգույշ եւ թող էմոցիաներն ու տրամադրությունը լինեն բարի ու դրական։ Հենց այդպիսի տրամադրություն հաղորդում են արև բացիկները, որտեղ ներառված են իհարկե Թաթա Սիմոնյանի վերջին զանգ երգի հատվածը եւ բնականաբար հնարավորություն անձամբ գրելու շնորհավորանքը։ Բացիկները հարցրեք Արև Քարց Instagram-ի էջում, քաղաքի քաղցր եւ ծաղկաշատ վայրերում, գրախանութներում եւ բնականաբար Kaiser սուպերմարկետում։ Այո, եւ ձեր լավագույն առիթների արտաքին տեսքը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական դիմահարդարման եւ վարսահարդարման միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Չմոռանաք, որ այդ օրը պետք է փայլել եւ դուր գալ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Master-Right Barber Shop-ը նույնպես տալիս է այդ հնարավորությունը փայլելու, իսկ Barber Shop-ը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Ոճային եւ տարբեր բողեր կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ ես վստահ եմ շատ կգնահատեք խանութի դասավորվածությունը, էսթետիկան եւ կգտնեք գարուն ամառ հավաքածուից ձեր նախընտրելի լուքերը։ Ի դեպ խանութսրահներում գործում են մեծ զեղչեր։ Դե այսօրվա ինֆորմացիան եւ այսօրվա առավոտը կարծում եմ բավականին հետաքրքիր էր, չմոռանանք, որ այս ամենը Սոնա պատրաստված էր սիրով։